Բարի երեկո ցեզ, հուսամ բոլորդ լավ եք, հանգիստ եք Աստծո օգնությամբ եւ օգնությամբ հազար փառք։ Ուրեմն մեր այսօրվան նույնն է փրկության կարևորությունը։ Բոլորս ալ գնշմարենք եւ գանտրատարնանք, երբ եկեղեցի գուքանք աղոթներուն մեջ են, շարականներուն մեջ են եւ ընթերցված սամոսներուն մեջ են, մեր եկեղեցվո սուրբ հայրերը շեշտը դրած են փրկության վրա։ Եվ այսօր մեզի մտածել գուտա, թե մենք որպես քրիստոնյաներ որմեր պետք է փրկվիլ։ Մենք որպես քրիստոնյաներ պետք է փրկվենք չարեն, դարաբանքեն, ամեն տեսակի չարությունները, փորձանքները, մեղքերը, ցանկությունները, ինչպես մենք գշեշտենք մեր աղոթներուն ընթացքին։ Եվ այս փրկության գաղափարը սիրելի հավատացյալներ հարաճ եկած է եւ հիմնված է այն միտ բանի վրա, որ մարդ արարած իր առօրյա կյանքը, իրեն վստահված այս կյանքը, որ գաբրի շատ հանգիստ, շատ խաղաղ եւ շատ հաճելի կյանք չէ։ Այլ խոսքով կյանքը լավ չէ, կյանքը լեցուն է դարաբանքներով, չարություններով։ Անոր համար մենք գաղութենք Աստուծո, որ Աստված մեզ փրկե, որ Աստված մեզ ազատե եւ մեր ողքինը լա։ Եվ դարաբանքը, ցավը, վիշտը, ամեն տեսակի մեղք, ամեն տեսակի չարիք, որ գբղդորե մեր հոգին, հերու բահե մեզ եւ մենք փրկվենք ու մնանք միշտ Աստուծո սիրալիր զավակները։ Սկզբնական շրջաններում սիրելի հավատացյալներ, քրիստոնյաներս, քրիստոնեությունը միայն ինք շեշտը դրած էր փրկության գաղափարին վրա։ Սակայն հետագային այլ գրոններ, երբ գճարճարվեին, գդարաբեին, անոնք եւս գամած սկսան աղոթել եւ ամեն մեկը սկսավ իր խնդրանքը ներկայացնել, ասկը որ միշտ դարաբանքի մեջ էր, գաղութեր, որ այդ դարաբանքը հեռանա իր մեջ, ասկը որ միշտ ցանկություններով գերար, գաղութեր, որովհետեւ այդ ցանկությունները հեռանան իր մեջ։ Այլ խոսքով փրկությունը մեզ գարաշնորհ մեղքի կյանքեն դեպի մաքուր կյանք, դարաբանքի կյանքեն դեպի խաղաղ կյանք։ Եվ սակայն այդ բոլորը գբադահին միայն այնադեն, երբ մենք սկսենք աշխատել մեր անձերուն վրա։ Եվ ինչպես քիչ առաջի քրիստոնեությունը շեշտը գտնե փրկության վրա, այդ մեկը եկած է սիրելի հավատացյալներ Քրիստոս է։ Քրիստոս ինք շեշտը դրավ փրկության վրա եւ մեզի խոստացավ, եթե մենք անոր երտանք, պիտի փրկվենք։ Մենք եթե անոր երտանք, դարձյալ մեռնենք, պիտի ապրենք։ Մենք եթե Քրիստոսի երտանք, Քրիստոս կունենանք մեր մեջ, մենք կլանք զորավոր, մեր քայլերը կլան ավելի հաստատ եւ մեզ վստահված այս կյանքը ավելի անվախ եւ ավելի հեզասահ գաբրենք։ Այլ խոսքով այսօր Քրիստոս գուկա մեզի հրավիրելու, մեզ մի յուրաքանչյուրին ուղղված այս հրավերը, ըլլալու անոր հետ, ըմպոշխնելու անոր ներկայությունը, վերջապես անոր զավակներն ենք եւ անոր անունը գրողները։ Մենք եթե ուզենք փրկվել սիրելի հավատացյալներ, նախ պիտի ունենանք անկեղծ հավատք եւ երկրորդ մեր կյանքը այնպես պիտի ապրենք, որ Աստուծո աչքին հաճելի լա։ Երբ այս երկու կգադարենք, մենք կփրկվենք։ Եվ չկա մեկը, որ ուզե գործվի, բոլորիս պապակն է, բոլորիս աղոթն է, բոլորիս բաղդանքն է, բոլորիս աղաչանքն է փրկությունը։ Եվ ավելի կարևոր բան չկա, քան փրկությունը։ Եվ բարձ օրինակը, սովորական օրինակը տալու համար կարելի է հիշել հետևյալը։ Մենք բոլորս ալ զավակներ ունենք
եւ այդ մեկը գաբրին երբ անոնց քնության ժամանակը գմոտենա, երբ անոնք թուղթին քնություն պիտի հանցնեն, իրենց դպրոցական կյանքին ներս, անոնք կսկսին ավելիով սերդել, ավելիով սորվել, ավելիով ընթերցել, որովհետեւ նույնին ավելի դիրավետեն, եւ երբ բահը կա, ժամանակը կա, քնության հանցնեն իրենց գաղափարները, եւ այդպիսով լավ ցեվով քնությունը հանցնեն թուղթին, եւ բարձր նիշեր ապահովելով հասնին իրենց նպատակին, այս բարակային աճողին իրենց կյանքի մեջ, որպեսզի դասարան բարձրանան։ Նույնն է նաեւ մեր բարական սիրելիներ, մենք ամեն օր քնություն գտիմենք, եւ այս քնությունը շատ ավելի կարեւոր է։ Մենք անպայման թուղթին մեջ չէ որ քնություն անցնենք, մենք քրիստոնյաներ ենք, ամեն օր, ամեն բախ, ամեն վարյան մենք պետք է աշխատենք, պետք է մեր հոգիները դաշենք, պետք է աղոթենք, որովհետեւ կարենանք այս բարականին, որպես քրիստոնյաներ մեր բրգությունը ապահովել։ Այնպես ինչպես աշակերտը գցանգա բարձր նիշեր ապահովել, եւ մենք որպես հասուն զավակները Քրիստոսի պետք է աշխատենք մեր հոգիներուն վրա, որովհետեւ կարենանք բրգությունը ապահովել։ Եվ բրգությունը, սիրելիներ, ինչպես իջարաչեցինք, ընթացք է։ Այսինքն այսօր եթե ես բարիք գործեցի, չեմ գնա ասել, այս բարիքը ինձ մեկ շաբթվա գպավ է, կամ մեկ ամսվա գպավ է։ Ամեն վարյան, ամեն օր, երբ արիթը ըլլա, պիտի բարիք գործենք, եւ մեր արարքներուն ընդմեջ են դերը պիտի բարապանենք, որովհետեւ մեր կյանքին հետ ընթացք մնե։ Մենք մինչև այն ադեմ որ գանք, գաբրինք, մենք բահաբաններն ենք մեր հոգիներուն, մենք բահաբաններն ենք մեր անձերուն, որովհետեւ կարենանք մեր բրգությունը ցերցկենք եւ ապահովենք։ Եվ Քրիստոս այսօր մեզի գտելատրե բադրաստ ըլալ, արթուն ըլալ, իր աշակերտներուն ասավ արթուն եղեք եւ միշտ աղոթեցեք։ Այսօր մենք եւս դժվարություններու, զանազան փորձություններու մեջ ենք։ Այսօր մենք ավելիով գարիք ունենք արթուն մնալու, աղոթելու, խնդրելու Աստծո օգնությունը, որովհետեւ մեր հոգի աչքերը չի ծանրանան եւ չքնանանք եւ չլա որ մեր հոգին չկրգենք։ Փրկվել կնշանակե Տիրոջ հովանին ներքև ապրել։ Երբ մեր զավակը վտանգ կզգա, անմիջապես իր մոր կամ հոր քիր կգերտա, որովհետև անապահով կզգա, եւ ամեն տեսակի վտանգ զինք չի հետաքրքրել, որովհետև ան իր մոր կամ հոր քիր գնե։ Եվ այսօր մենք երբ Աստծո հովանի ներքև ենք, մենք նշանակե ապահով ենք։ Այսօր մենք Քրիստոսի ապահովության գարիք ունենք այս անապահով կյանքի մեջ։ Մենք Քրիստոսի զորությանը գարիք ունենք, որովհետեւ կարենանք դոգալ, որովհետեւ կարենանք ապրել եւ շարունակել մեզի վստահված կյանքը։ Եվ Քրիստոս մեզի գխոստանա, նույն ինքն Աստվածաշունչին ընդմեջ են, ըսելով ես ձեզի հետ եմ, մի վախնաք։ Այսօր գոչված ենք քաջ ըլլալու բոլորս մեկ, որովհետև Քրիստոս ունենք մեր ներսիդին։ Եվ սիրելի հավատացյալներ, մենք որպես մայրեր եւ մեծ մայրեր պետք է մենք մեր կյանքի առաջնահերթությունները վերադասավորենք եւ պետք է սորվեցնենք մեր զավակներուն եւս իրենց կյանքի առաջնահերթությունը վերադասավորեն։ Կյանքի առաջնահերթություն, այսինքն քնայունին, ժամանակավորին այն ինչ որ կարևոր չէ, ժամանակ չնձայինք։ Այն ինչ որ
մեր հոգին գաղավաղ է, անոր կարևորություն չնձայենք, այլ խոսքով մենք երբ մեր զավակներն ուսումնեցնենք իրենց կյանքի առաջնահերթությունը վերադասավորել, անոնք կսկսին իրենց հոգին ավելի ժամանակ տալ։ Եվ այսօր բոլորս ունենանք զանազան տեսակի ցավեր, եւ ամենեն բարձ ցավը գլխացավանքն է։ Երբ այդ մեկը սաստիկ կլա, մենք կուզենք վարգյան առաջ մեզ մեհերանա այդ ցավը, որովհետեւ կարենանք ավելի հանգիստ ապրիլ մեր կյանքը, որովհետեւ կարենանք ավելի խաղաղ ապրիլ մեր կյանքը։ Նույնն է նաև հոգիի բարական, երբ հեռու ենք Աստծուց, մեր հոգին գցավի, եւ այսօր որքանով կարևոր է հոգին քան մարմինը։ Քրիստոս ինքը սա հոգին առավել է քան մարմինը, հոգին ավելի կարևոր է քան մարմինը։ Այսինքն միայն մեր մարմնով չսպաղենք, մնայունով չսպաղենք, այլ զարտարենք մեր հոգին Աստուծո շնորհքով, Աստուծո շունչով, որովհետեւ մենք կարենանք մեր կյանքի առաջնահերթությունը դասավորել եւ այս բարակային ուրիշ բան չէ, եթե ոչ մեր հոգիի բրգությունը։ Իսկ եթե բադահի այնպես որ մենք բրգուտենե հերու կյանքն ապրենք, այլ խոսքով զեղ կյանքն ապրենք եւ Քրիստոս չունենանք մեր ներսիտին, Սաղմոս 2-ն շատ գեղեցիկ գերբով կներկայացնե, երբ մարդուն կյանքը խոդին կնմանցնե։ Այսինքն մարդուն կյանքը պիտի նմանի այն խոդին, որ ժամանակի ընթացքին կանանչ կլա, գեղեցիկ կլա, ամեն մարդ կուզե դիտել, կուզե վայելել եւ ժամանակենը ետք գտեղնի, գչորնա եւ գայրի։ Նույնն է նաեւ մեր հոգիի բարական։ Երբ գհսկենք մեր հոգիներն վրա, երբ գաշխատենք անոնց վրա, անոնք կմնան միշտ կանանչ։ Մեր ներկայությունը միշտ պահպակելի գլա, միշտ ցանկալի գլա, ամեն մարդ կուզե մեզ նայել, մեզ դիտել, որովհետեւ մեր մեջ Քրիստոս է որ գտեսնե, Քրիստոսի շունչն է որ գտեսնե մեր մեջ։ Եվ մենք կանանչ պիտի մնանք։ Իսկ եթե Քրիստոսի շնորհքները թադարգվենք, Քրիստոսի շնորհքներն հեռանանք, այն ադեմ վայ եկերը մեզի, մենք գտեղնենք, գայրենք, գհեռանանք այս աշխարհեն եւ մեր հետ կևս չմնար։ Եվ զանազան արիտներով, երբ այսպիսի սերդողություններ գլան, աղոթներ գլան, վստահ եմ բոլորդ միշտ կպապակիկ եւ գուզեք երթալ լսել, որովհետեւ ձեր հոգին հարստացնեք եւ ինչու՞ չէ հոգեվոր ցևով լեցվի եւ դուրս գալ այստեղեն։ Եվ սակայն այդ բոլորը միայն գնան խոսքեր սիրելի հավատացյալներ։ Շատ գեղեցիկ խոսքեր ասինք, հոգին համար օգտաշատ, ագանչի համար սիրուն հնչող, սակայն եթե մենք այս տրնեն քիչ հետ կերպ դուրս գանք եւ կյանքի չվերածենք, այդ բոլորը կմնան բարձավես գեղեցիկ խոսքեր, ագանչին հաճելի լսել եւ հոգին հաճելի։ Մենք պետք է այդ բոլորը սիրելի հավատացյալներ կյանքի վերածենք, այդ բոլորը ապրենք, ապրեցնենք մեր մեջ, որովհետեւ օդի մեջ խոսքեր չմնան։ Եվ Քրիստոս նույնին կնդեսե, ով որ գուզե ինձի հետևիլ, թող իր խաչը առնե եւ ետևես գա։ Քրիստոսի խաչը առնելով մենք պիտի աշխատենք մեր անձերուն վրա, մենք պիտի ապրենք, որովհետև դուրսը շատեր գարիք ունի ցեզի պես շնորհալի մայրելու, որովհետև ձեր մեջ այդ ցոլացող Աստծո շնորհքը տեսնելով իրենք եւս առաջնորդվին եւ այստեղ կան եւ փապակին Աստծո ներկայությունը ապրիլ եւ ապրեցնել իրենց հոգիների ներս։
Մենք երբ Քրիստոսի խաչը գարնենք, սիրելի հավատացյալներ, այլ խոսքով երբ գաշխատենք, գդկնենք, գհոգնենք, գարդարանանք։ Եվ երբ գարդարանանք, դերը գպրգեն ես։ Դերը ինքը խոստանա, որ արդար մարդոց պիտի պրգեն։ Եվ այսօր մենք գարիք ունենք արդարանալու, որովհետեւ Աստված մեզ ամեն տեսակի գործուտենե, ամեն տեսակի մեղքի պրգենես։ Ես կուզեմ հետևյալ օրինակով փակել իմ այսօրվան հոգևոր այս լսարանը, որովհետեւ միշտ մեր մտքի մեջ ունենանք հետևյալ գաղափարը եւ այդպիսով շարունակենք ապրել մեր կյանքը։ Մենք երբ մեր անմիջական շրջանագին ներս մանուկ զավակ ունենանք, ծնողքին, հարազատներուն, բոլորին ուրախություն կբարգևե եւ բոլորը գերտան տեսնելու մանուկ զավակը ուրախանալու եւ Աստծո փառք եւ շնորհակալություն հայտնելու։ Եվ երբ գամած գսկսի մանուկը մեծնալ, անգամած պետք է սկսի խոսի եւ պետք է կալե։ Եվ երբ գուշանա կալելու գան խոսելու, ծնողքը, հարազատները, անոր սիրելիները գսկսին անհանգստանալ, գսկսին մտահոգության նշաններ ցույց տալ, որովհետև մանուկը մինչև հիմա պետք է կալեր եւ պետք է խոսեր։ Եվ երբ գամած գսկսի անկալել եւ խոսել, գսկսին Աստծո փառք եւ շնորհակալություն տալ։ Այսօր մենք մանուկներ չմնանք մեր հոգևոր կյանքին ներս։ Մենք այսօր հասուն մայրեր ենք, մեծ մայրեր ենք, մենք պետք է հասունանք մեր հոգևոր կյանքին ներս, որովհետեւ բդղալից անդամներ դառնանք եւ մեր շրջանակը այդ բդուղները տեսնելով, այդ շնորհքները տեսնելով մեր մեջ կհապանեն Աստծո, շնորհակալություն հայտնեն Աստծո, այնպես ինչպես երբ մանուկ զավակը գսկսի խոսել եւ գսկսի կալել։ Հետևաբար այս մտածումներով գուզեմ փակել այս երեկոն, հսկենք մեր հոգիներու վրա սիրելի հավատացյալներ, աղոթենք, որպեսզի Աստված մեզ փրկի եւ ավելի կարեւոր բան չկա, քան հոգիի փրկությունը։ Աստված օրհնե ցեզ մի յուրաքանչյուրը փրկե բահե բահվանե ամեն տեսակի չարիք ու կործանք է։ Շնորհակալություն ցեզի եւ բարիք շեր։